Ով է 24-ամյա Սարգիս Զեյնալյանին օրը ցերեկով մարդկանց աչքի առջև սպանել Աբովյան քաղաքի կենտրոնում։ Քննչական կոմիտեն երկու անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրել, նրանք երկուսն էլ հետախուզման մեջ են։ Մինչ քննչականը չի հայտնում մեղադրյալների անունները, Շամշյան.com-ը, որը սովորաբար հաղորդում է ոստիկանությանը հասանելի տվյալները, գրել է սպանություն կատարած տղամարդիկ եղբայրներ են Աշոտ Սոխրաբյանց և Բենյամին Սոխրաբյանց անուններով։ Ովքեր են նրանք։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք. 42-ամյա Աշոտ Սոխրաբյանցը 2011 թվականին 11 տարով ազատազրկման է դատապարտվել սպանության համար։ Նա դանակի 11 հարվածներով դաժանաբար իր բնակարանում սպանել է մի տղամարդու, որին կասկածել է կնոջ հետ արտահամուսնական կապ ունենալու մեջ։ Ատրճանակով նախ կրակել է կնոջ ու տղամարդու ուղղությամբ, ապա դանակահարելով սպանել տղամարդուն։ Իսկ որն է եղել 24-ամյա Սարգիսին սպանելու պատճառը։ Շամշյան.com-ը հայտնել է վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև։ Դրանից հետո ժամը 5-ին Սոխրաբյանցի ընկերը, տեսնելով, որ Սարգիսն ու իր ընկերը կանգնած են Աբովյանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ, տեղեկացրել է Սոխրաբյանցին։ Նախ նրա եղբայրն է մոտեցել Սարգիսին ու ընկերոջը, եւ մինչ նրանք զրուցելիս են եղել, Սոխրաբյանցը թիկունքից դանակով հարվածներ է հասցրել Սարգիսին, նրա գործողություններն էլ լրացրել է 34-ամյա եղբայրը։ Դանակի հարվածները ստացել նաև Սարգիսի ընկերը, որի կյանքը հաջողվել է փրկել։ Նախորդին Սարգիսի հարազատներից մեկը ֆեյսբուքյան գրառմամբ պատմել է, թե ինչի շուրջ է իրականում ծավալվել վիճաբանությունը։ Պարզվում է, ամեն ինչ սկսվել է դեռ ամիսներ առաջ գինու փառատոնի ժամանակ։ Սարգիսը կանգնել էր իր հավատքի ու քրիստոնեական արժեհամակարգի կողքին, երբ ամբոխի մեջ մի քանի անձինք բացահայտորեն հայհոյել էին հավատացյալներին, Սարգիսը չէր լռել։ Այդ պահից նա դառնում է նրանց քենի թիրախը։ Նրանք ամիսներ շարունակ պահեցին այդ ատելությունը, սպասեցին հարմար պահին, խփեցին մեջքից, որովհետև դեմից չէին համարձակվի։ Սարգիսին կարող էին միայն մեջքից խփել, գրել է Սարգիսի հարազատներից մեկը։ Սոխրաբյանցները դեպքից 3 օր անց դեռ ազատության մեջ են։ Սարգիս Զեյնալյանը Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանի հորեղբոր թոռն էր։ Նրան այսօր հուղարկավորել են։